Ողջույն սիրելի ռադիո լսողներ եւ ռադիոդիտողներ, գործարարալիքում Tech-ing շաբթին է։ Այս օրերին գործարարալիքը համագործակցում է առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ԱՏԶՄ-ի հետ։ Ես Էդիտա Ղազարյանն եմ, ԱՏԶՄ փոխտնօրեն։ Այս հաղորդումը առաջին անգամ եմ վարելու մեծ ողջավորվածությամբ։ Վստահ եմ, որ շատերդ լսել եք, որ տեխնոլոգիական համայնքը Հայաստանում բավականին արագ է աճում եւ տեխնոլոգիական ոլորտը, սակայն շատերը երևի չգիտեն ովքեր են կանգնած այդ ամեն ինչի հետևում եւ այս շարքը կոչվում է Tech հսկաներ, այն մարդկանց մասին է, թե ովքեր են մեղավորները այդ ոլորտի արագ զարգացման եւ ովքեր են այդ ոլորտը այդքան կարևոր սարքում եւ այդքան արդյունավետ։ Այսօրվա իմ հյուրը Արտավազդ Մինասյանն է, տեխնոլոգիական ձեռներեց, ԱՏԶՄ խորհրդի անդամ, ով հիմնադրել է մի քանի ընկերություններ, ամենահայտնիներից է երևի CRISP-ը, TenWeb-ը, Big Story Venture-ային ֆոնդը։ Արտավազդ ջան, ողջույն։ Շատ շնորհակալ եմ նախ որ եկար։ Շնորհակալություն հրավերին։ Եվ կարծում եմ, որ CRISP ընկերության մասին վստահ եմ բոլորը լսել են։ Հատկապես COVID-ի օրերին ինքը շատ հեղափոխական լուծում էր, որ ես ինքս եմ օգտագործել Հայաստանում արտասահման միջազգային product է, որը որ միջազգային ճանաչում ունի, հաջող մի քանի ընկերություն է ստեղծել, կուզեմ կարող ենք սկսել CRISP-ից, մի քիչ պատմես ինչ հաջողություններ կան CRISP-ում եւ ինչ նորություններ, որտեվ գիտեմ CRISP-ը սկսվել է մեկ գործիքով, այսինքն այդ աղմուկի քչացման եւ դադարեցման Zoom-ի on-line call-երի ժամանակ, բայց հիմա վերածվել է մեկ այլ շատ հետաքրքիր լուծումների, կուզեմ մի քիչ պատմես դրա մասին։ Իսկ CRISP-ի ամենամեծ յուրահատկությունն է, որ անգլերեն ասում են deep tech, այսինքն այնպես խորը տեխնոլոգիական ընկերություն է, ինչ այնտեղ ստեղծում ենք, ոնց որ վերջի գիտական արդյունքի հիման վրա է ստեղծվում։ Այդպիսի ընկերություններ Հայաստանում շատ քիչ կան, ու իրոք հասկացել ենք այդ աղմուկի հեռացման տեխնոլոգիայից, որը կարելի ասել COVID-ի ժամանակ բավականին հայտնի դարձավ ու ընկերությունը հաջողեց աճել, բայց այս պահին երևի 10-ից ավելի տեխնոլոգիաներ ունենք ու 3 պրոդուկտներ, ինչ հայտնի AI արհեստական բանականության օգնական գիտեք, իրանց մեջ CRISP-ը կա, ինչ որ ձև, բոլոր այդ ձայնային բոթերի մեջ CRISP-ն ինտեգրված է, Ամերիկայի խոշոր ընկերությունները շատերը օգտագործում են CRISP-ը ու դարձել ենք ոնց որ մի քանի պրոդուկտով, մի 10 տեխնոլոգիայով ընկերություն ու այս բանը շատ արագ աճի փուլում ենք։ Վերջի ինովացիան, որ արել ենք, կոչվում է ակցենտի հեռացման տեխնոլոգիա։ Պատկերացրեք ինչ որ Zoom հանդիպման եք կամ Teams-ով հանդիպման եք մարկանց հետ, որտեղ կա չինացի, հնդիկ, ռուս եւ ֆրանսիացի, ու բոլորը բնականաբար ակցենտով են խոսում ու դժվար է հասկանալ մարկանց։ Կտնում անգլերեն ակցենտով են խոսում, որ միացնում ես CRISP-ը, բոլորի ակցենտները դառնում է նեյտրալ ամերիկյան ակցենտ, ու արդյունքում շատ ավելի հասկանալի է դառնում մարկանց խոսալը։ Այդ տեխնոլոգիան այս տարի ենք launch արել ու շատ արագ աճում է։ Ինքը համ աշխատում է, ոնց որ քո համար ուրիշներին է ակցենտը փոխում, համ կարող է քո ակցենտը փոխի այլ մարդկանց համար։ Մի դեպքը call center-երի համար է, մյուս դեպքը պրոֆեսիոնալ աշխատանքի համար է։ Ու շատ արագ աճի փուլ ենք այս բանը թեվակողել, տեսնենք ուր կհասնենք։ Հա, այդ ակցենտը ինձ թվում է իրոք որ ասում են նորարարություն հենց ինովացիա, որը որ շատ փոխում է մարդկանց կյանքը թե առօրյայում եւ գործնականում։ Գիտեմ, որ նաև meeting assistance-ի այդ կտորը ունի CRISP-ը, այսինքն փաստացի քեզ օգնում է վարել այդ հանդիպումներ, հետո ունենալ այդ ամփոփ ինչ որ summary-ներ, եթե դրա մասին էլ մի քիչ պատմես, ինչով է փոխում էլ, այսինքն սովորական հանդիպում ես հենց անելուց, միջև որ CRISP-ով հանդիպում անելուց։ Դե մենք պայմանական ասում ենք հանդիպումների օգնական դրան գումարած այդ արհեստական բանականության այդ օգտագործումը դրա մեջ, երբ որ հանդիպմանը կապ չունի ինչ application-ով, ասենք Zoom կլինի, Teams կլինի կամ Meet, որևէ, միշտ CRISP-ը աշխատում է ու նույն փորձառությունն է բերում, այսինքն կարող ես ամբողջ հանդիպումը ձայնագրել, վերածել տեքստի, տեքստը վերածել համառոտագրության, հետո այդ ինտեգրել քո այլ գործիքների հետ,
որտեղ որ մենք աշխատում ես, ու այդ ամբողջը ավտոմատացվում է ու ամենակարևորը այդ ամբողջ ընկերության համար է։ Այսինքն դրանք ԱՏԶՄ-ին եթե Crispr-ի օգտագործել, եթե դու հանդիպման ես լինում, դու կարող ես դրա արդյունքները կիսվել ինձ հետ կամ այլ մարդկանց հետ աշխատակիցների հետ ու ամբողջ ընկերության գիտելիքը կարելի ասել երկու տեղ է ապրում, հա, թղթերի մեջ ու հանդիպումներում։ Ու երրորդ տեղն է կա մեր գլուխներում, բայց այն երկու տեղը որ հնարավոր է հեշտ կիսվել, այդ հանդիպումներն են եւ փաստաթղթերը։ Հիմա հանդիպումների ամբողջական ինֆորմացիան Crispr-ը հասանելի է դարձնում ամբողջ ընկերության համար։ Բնականաբար ամեն մեկին համապատասխան չափով, բայց այդտեղ շատ մեծ արդյունավետություն ու ոնց որ համագործակցության հնարավորություններ է բացվում, երբ որ ինձ պետք չի որ դու պատմես թե ում հետ ինչ ես հանդիպել։ Ուղղակի կարող եմ գալ Crispr հարցնել edit-ի վերջի 5 հանդիպումները մեր անդամների հետ որ եղել են, ինչպիսին են եղել, այդ մարդիկ գոհ են, գոհ չեն եւ այլն ու ուղղակի chat-ի հետ խոսելով հասկանամ քո ասենք վերջի մի շաբաթվա արած աշխատանքի արդյունքը։ Միանշանակ շատ է փոխում ինձ թվում է աշխատանքի այդ հեշտությունը ու հատկապես այդ management ու level-ում Ես գիտեմ, որ Crispr-ը մի քանի անգամ այտենց շրջադարձային, այսինքն դուք սկսել եք դեռևս 17 չէ թվականին, այն ժամանակ այդ product market fit կոչվածը, որի մասին իդեպ շատ հետաքրքիր լսել եմ ձեր podcast-ը, շատ հետաքրքիր էր, այսինքն այն ինչ որ պետք էր այդ ժամանակ բոլորին, դուք արեցիք ու ընթացքում զգացիք, որ շուտով պետքա լինելու իրան փոփոխել, լավացնել այդ pivot ասված, այդ շրջադարձը ոնց է կարացել ճիշտ պահին հասկանալ, որովհետև շատ ինձ թվում է ձեռներեսներ հենց այդ են բաց թողել ու հենց այդտեղ է իրանց խալը եղել, որ իրանց թվացել է իրանց product-ը ամենալավն է այս աշխարհում, իսկ ձեր product-ը մի պահ իրոք ամենալավն էր աշխարհում։ Ոնց է կարողացել pivot-ը ժամանակը ճիշտ զգալ ու փոխել։ Մի քիչ բարդ հարց է ինձ թվում է, բայց կարող է դրա լուծումը։ Մեր դեպքում այդքան բարդ չէ։ Արհեստական բանականության ոլորտը այս պահին ոնց որ բոլոր ինդուստրիաների մեջ ամենաառաջատար ոլորտն է ու բնականաբար մեծ ընկերությունները շատ խելացի մարդիկ ամեն օր մտածում են ինչ ավել բան կարող են անել ու մեծ մրցակցություն կա։ Երբ որ Crispr 20 թվականին հայտնի դարձավ, COVID-ի ժամանակ հաջորդ 6 ամսում բոլոր մեծ ընկերությունները Microsoft-ը, Teams-ը, Facebook-ը, Google-ը սկսեցին հայտարարել, որ իրանք աղմուկի հեռացման տեխնոլոգիա են սարքում ու անվճար։ Ու բնականաբար եթե մի բան դառնում է անվճար ու պլատֆորմայի մեջ նշանակում է քո բիզնեսը ապագա չունի։ Ու այդ ժամանակ հասկացանք, որ պետք է նոր բաներ սարքենք, սկզբում մի սխալողությամբ գնացինք, հետո հասկացանք, որ պետք է այնպեսի բան սարքենք, որը ոչ թե մարդկանց օգնում է ավելի լավը դառնալ, այլ իրենց փոխարեն գործ անում, որովհետև այն տեխնոլոգիաները, որոնք քո փոխարեն են ինչ-որ բան անում, շատ ավելի արժեքավոր են, քան թե նրանք, որ ուղղակի քեզ օգնում են։ Ու սկսեցինք սարքել այդ հանդիպումների օգնականը, акցենտի հեռացումը, այս վերջերս նաև շոկատարանք թարգմանությունների ոնց որ ծրագիր, սինխրոն թարգմանությունների, որը Իսպան երևի լավագույնն է աշխարհում ու արդեն շատ մեծ ընկերություններ սկսել են օգտագործել, այդ մեր հաջորդ ոնց որ մեծ պրոդուկտը դա լինելու։ Այսինքն փաստացի դուք ինձ թվում է նաև խանգարում է այդ ձեռներեսներին այն միտքը, որ փաստորեն ոնց որ ժամանակն է փոխելու էլի, այստացի դու կարողացել եք հաղթարեք ու ճիշտ ժամանակին փոխել եք ճիշտ ձևով, որովհետև ճիշտ է, ես օրինակ ինքս կվճարեմ ավելի շատ իմ գործը հեշտացնելու համար, քան թե մի հատ էլ ավել ոնց որ գործը շատացնելու կամ թեկուզ մի քիչ փոխելու։ Այսինքն եթե վճարում ես X գումար, ցանկալի է գործդ պակասի դրանից։ Մեկը քո փոխարեն անի, այո։ Շատ լավ։ Մի այլ հարցն եմ ստեղ էլի։ Tenweb ընկերությունը, որ էլի դու ես հիմնադրել, էլի շատ արագ աճում, ես տեսնում եմ հիմա հետևում եմ իրան։ Արդեն website building-ի մասին է, կայքեր սարքելու եւ ինձ թվում է մեզ լսողներից բոլորը, հատկապես եթե գործարար համայնքից են, ձեռներեցներ են կամ թեկուզ աշխատում են որևէ ընկերությունում, բոլորը առնվազն ունեն կայք։ Ու դա այն թեման է, որ առնչվում է շատ մեծ թվով մարդկանց, որ առաջ կայքը պատրաստելը դա հսկայական թիմ էր աշխատում ու ժամանակ, հիմա մի քանի ոնց որ կլիկով կարող ես պատրաստել ու կան կայքեր, որ իհարկե շատ այնց պրիմիտիվ լուծումներ է ու կան Tenweb-ի պես բիլդերներ, որոնք որ բավականին խորը լուծումներ է ու շատ լավ։ Ես կուզեմ մի քիչ Tenweb-ից էլ պատմես, որտեվ ինձ թվում է ինքը հետաքրքիր ընկերություն է շատ։ Շատ։ Tenweb-ը, ոնց որ ասացի, 20 թվականին հայտնի եղավ, 20 թվականին
TenWeb-ի դեպքում մենք ոնց որ առաջինն ենք շուկայում, որ արհեստական բանականությունը կիրառեցինք գայքերի պատրաստման մեջ, այդ մինչև ChatGPT-ին հայտնի դարձավ ու այդ օգնեց ընկերությանը ներդրումներ ներգրավել Սիլիկոնյան հովտից, արագ աճել, հետո եկավ դաժան իրականությունը, որ կային շատ մեծ խաղացողներ Lovable, չէ՞։ Lovable-ը դեռ շատ փոքր է, ասենք Shopify, որը 200 միլիարդ տոննաց ընկերությունն է, Wix-ը, որ 30 միլիարդ տոննաց ընկերությունն է, Squarespace-ը, GoDaddy-ն շատ են։ Այդ մեջ շուկայի խնդիրն է, որ նաև շատ մեծ խաղացողներ կան, ու ամեն տարի նոր ուժեղ ընկերություններ են առաջանում, նույն այդ կասած Lovable-ը, Webflow-ն, Framer-ը ու տեն շարունակ։ Բայց այդ մրցակցության պարագայում շատ դժվար էր աճել։ Չնայած որ մենք առաջինն ենք, բայց մեկը մյուսները շատ արագ հասան սկսեցին նույն բանը անել։ Բայց այս տարի մի հատ կարելի ասել նոր ինովացիա են կարել, ու սա product ինովացիա չի, այլ մարքեթինգային վաճառքի ինովացիա է։ TenWeb-ը սարքել ենք ոչ թե product վերջնական սպառողի համար, իսկ այն մարդը որ ուզում է կայք պատրաստի, այլ product ենք սարքել գործընկերների համար։ Եթե դու պլատֆորմա ես, ասենք օրինակ Service Titan-ն ես, որ տալիս ես ինչ-որ ոլորտի համար, ինչ-որ ծրագիր, դու կարող ես TenWeb-ը ինտեգրել քո մեջ, քո բրենդի տակ ու վաճառել քո հաճախորդներին։ Կամ եթե դու ասենք Հայաստանի ինչ-որ հոստինգային ընկերություն ես, որ կայքերի հոստինգ ես տալի, դու կարող ես TenWeb-ը ինտեգրել ու քո հաճախորդներին տալ ամբողջական արհեստական բանականությամբ կայքերի պատրաստում։ Ու այդ մայիսին launch արեցինք, հիմա արդեն հասել ենք շատ բավականին մեծ աճի ու ամսական արդեն 1000-ից ավել ընկերություններ ամբողջ աշխարհից գալիս են, դա շատ փոքրից շատ մեծ, ու product ուզում են, ու իսկապես ոչ մի մրցակից ձեզ չի մտածել կայք պատրաստելու մասին, որ կարող է դառնա այլ պլատֆորմաների պլատֆորմա, հա, ոնց որ ու իսկապես այստեղ հնարավորություն է բացել, որ TenWeb-ը դառնա իրոք խոշոր ընկերություն, որը մինչև այդ շատ դժվար էր։ Որովհետև իսկականից շատ մրցակցային բան է, ես այդտեղ գալուց այդ էի մտածում, այսինքն կայքեր պատրաստել են, որ ասում են առաջ IT, այսինքն IT առաջի ասոցիացիան է, որ ասում են IT-ում ես, ահա կայք ես պատրաստում, միջև այդ արծը տալիս են, այսինքն այն դաշտն է կընտրել, որ իրոք ամենամրցակցային է, ուստեղ ոնց որ մեծ շնաձուկերի դեմ եք պայքարում։ Վերջի feature-ը որ տեսա, այդ vibe coding-ն է, ճիշտ է, ինձ ասել են sense շատ բարդ տերմիններ չօգտագործենք, բայց կուզեմ մի հատ պատմես մեզ լսողների համար հասկանալի ձևով, թե ոնց է հիմա կայք պատրաստելը հեշտացել։ Ես գիտեմ, տենց ասում են, հեսա ամբողջ կյանքը մարդկանց փոխվելու, իսկականից այդպես է արդեն, եթե առաջ խոսում ենք 10 տարիների մասին, հիմա ինձ թվում է արդեն chat-ի միջոցով կարողանում ես այդ ամեն ինչը անել, բայց կուզեմ հենց քեզանից այդ լսենք էլի ավելի առաջին իսկ մարդու։ Իրականում այդքան էլ տենց չէ, որ շատ արագ է փոխվում, հա, նույն արագությամբ է փոխվում աշխարհը, ինչ որ նախորդ 10 տարին, բայց սպասելիքները մեծ են իհարկե։ Տեսեք, այս արհեստական բանականության այդ օգնականները, ասենք ChatGPT-ին, Grok-ը, Claude-ը, իրանք շատ մեծ ինֆորմացիայի ամբողջ ինտերնետի դատայի վրա են ոնց որ սովորել ու շատ լավ են աշխատում տեքստը, դու տեքստը ինչ-որ հարց ես տալի ու տեքստային պատասխան ես տալի։ Բայց երբ որ բարդ տեքստ ես տալի, օրինակ չեմ պոեզիա ես ասում գրի, ինքը սովորաբար լավ չի գրում, որովհետև պոեզիան ստանդարտ չի։ Բայց կոդը, որը եւս տեքստ է, եթե ինչ-որ կոդ է գրել, չգիտեմ, C++-ով, Python-ով, ծրագրավորում արել, դա է տեքստ, անգլերեն տեքստը, ու այդ կոդը շատ հստակ ստրուկտուրա ունի։ Ու բարձվում է, որ կան համակարգեր, որտեղ որ այդ կոդը բացդրված է, ասենք GitHub, GitLab ու տեն շարունակ, ու այդ արհեստական բանականության օգնականները բարձվում է շատ լավ կոդ են կարողանում գեներացնել, շատ ավելի լավ, քան թե տեքստ։ Այսինքն ամենալավ խնդիրը, որ կարողանում են լուծել, երբ որ դու ասում ես ինձ տուր ինչ կոդը, ինքը դա կարողանում է գեներացնել։ Բայց պետք է իմանաս ինչ կոդ ուզես։ Դե բնականաբար, ծրագրավորող մեկը պետք է։ Չէ, այդքան է չէ։ Բնականաբար եթե գիտես ծրագրավորում, շատ ավելի արագ օգտագործես, ու հիմա ստացվել է այնց, որ ամենամեծ կիրառությունը այս արհեստական բանականության օգնականների հենց կոդ անելու, կոդ գրելու մեջ է։ Հիմա գրեթե բոլոր ծրագրավորողները օգտագործում են այս կոդ գեներացնելու համար, մեր նման պլատֆորմաները TenWeb-ի այդ ինտեգրել են ու արդյունքում եթե ինչ-որ մեկը գալիս է, ինչ-որ ծրագիր է ուզում գրի, չգիտեմ, օրինակ web կայքում կալենդար ընդհանրենք, կամ web կայքում ամրագրումների համակարգ,
եթե առաջ պետք է ծրագրավորողն այստեղ կոդավորեր, հիմա դու ասում ես արհեստական բանականությունն այդ կոդը գեներացնում է։ Ոչ միշտ է աշխատում, ոչ միշտ է լավ աշխատում, բայց աշխատում է որոշ դեպքերում, ու այդ ձևը ծրագրավորելու, երբ որ արդեն կոդ գրելը դա ոչ թե մասնագիտությունը, այլ ուղղակի լավ անգլերեն իմանալն է ու ճիշտ համոզելն է, կոչվում է vibe coding, այսինքն հայերը vibe-ը չգիտեմ ոնց է։ Ես էլ ճիշտ ասած չգիտեմ, իսկ մա չի թարգմանվում։ Ես կարամ ցած թարգմանեմ, ոնց որ քո ձևերով։ Երբ որ գարես ուղղակի տենց հավեսով հետո խոսում ես, համոզում ես։ Այսինքն խոսալով է սարքում։ Ջանջիգերով տենց իրար հետ սարքում եք քո ուզած ոնց որ product-ը, ու ինձ թվում է այս vibe coding-ը իրոք հեղափոխական է, բոլոր ընկերությունները, խոշոր Microsoft-ից Google-ից սկսած, մեզանով վերջացրած vibe coding-ում իրանց product-ներում ինտեգրացիա են անում։ Այսինքն խոսում ես, ասում ես ինչ ես ուզում ու ինքը պատրաստում է։ Կոդը գրում է։ Կոդը գրում է։ Հա, կոդը գրում է ու սկսում է։ Կայքը պատրաստ է։ Ոչ միայն կայքը, ցանկացած product։ Ամեն ինչ։ Հա, ասենք, չգիտեմ, եթե ռեստորան ես, կարաս ամրագրման համակարգ սարքես քո կայքում։ Որ մարդը գա, ընտրի, եթե զբաղված է, ասես զբաղված է, ուտեն շարունակել։ Շատ հարմար է։ Լավ, այս պահին իսկ ավելի շատ լավ դեմո անելու համար է օգտագործվում ու փոքր խնդիրներ լուծելու, բայց եթե հետ գանք այդ քո ասացին 10 տարի հետո կարծում եմ կդառնա իրոք նենց որ յուրաքանչյուր մարդ կկանա ծրագրավորում անի։ Այսինքն միևնույնն է մի 10 տարի պետք է դրա համար։ Հա։ Ընդհանուր մարդիկ միշտ այստեղ ծրագրավորողները շունչ քաշեցին։ Որովհետև ահագին աշխատանք պակասելու է, չէ՞։ Չէ, ընդհակառակը։ Եթե նայես Մարկոսյան պատմությունը վերջի 200 տարում, երբ որ եկան այդ հաստոցները, բոլորը ասում էին, ոնց էլ մարդիկ պետք չեն, երբ որ եկավ տրակտորը նույնը, հետո էլեկտրականությունը, հետո ինտերնետը, այդ համակարգիչները, հետո ինտերնետը, բայց ընդհակառակն է տեղի ունենում, ուղղակի մի մարդու արտադրողականությունը գնալով մեծանում է, ու հիմա հասել ենք, ասենք Ամերիկայում նրան, որ մի մարդը տարեկան $100,000 արտադրողականություն ունի։ Այս արհեստական բանականության պետք թիվը կարա տարեկան էլի 2-3% աճի, ու ասենք 10 տարի հետո դառնա $200,000 կամ $170,000։ Այդ է ճանապարհը, ուղղակի տնտեսության աճելի։ Չեմ կարծում, որ քչանալու է ասել գործը գնալով շատանում է իրական։ Արտադրողականությունից խոսեցիր, ինձ թվում է շատ մեր երկրի համար այդ ոնց որ շատ էգզիստենցիալ հարց է, էլի, այսինքն մենք փոքր երկիր ենք, բնակչությունը շատ մեծ չի ու արտադրողականության վրա շեշտը դնելը բնականաբար ամենակարևոր ԱՏԶՄ-ում ռազմավարական եւ նաեւ մեր տեսլականն է այդպեսին մեր Հայաստան դարձնել իսկական տեխնոլոգիական powerhouse, որը որ ամենա իր բացառիկ արժեքն է ստեղծում այդ տեսլականը պատրաստես դու ակտիվ իհարկե մասնակցել ես կուզեմ քո կարծիքը լսել հետեւյալի շուրջ որ ավանդական լսել եմ որ Հայաստանում տեխնոլոգիաների զարգացումը կարևորագույն գործոններից է տնտեսության զարգացման։ Տենց ենթադրություն, կուզեմ քո կարծիքը լսել դրա մասին, ինչ ես կարծում։ Դե բոլոր տեղերն է տենց, այսինքն տնտեսության զարգացումը տեխնոլոգիաների արդյունքում է, ուղղակի որոշ տեխնոլոգիաներ որոշ ժամանակ անց դառնում են շատ հասարակ ու բոլորը կարողանում են դա հեշտ կրկնել, ոնց որ քո առավելությունը կորում է, բայց ամբողջ տեխնոլոգիաներն սկսած շինարարություն անելուց, չգիտեմ, տրակտորից վերջացրած հաստոցներով ու համակարգիչներով, բոլոր տեխնոլոգիա են։ Այլ ընտրանք չկա։ Հիմա այդ տեսականը որ ձևավորել են ԱՏԶՄ-ի համար, կարելի ասել Հայաստանի համար, ինձ թվում է իմաստն է, որ եթե մենք կարողանանք տեխնոլոգիական ինովացիա անել, նորամուծություն անել, մենք կարող ենք ավելի արագ աճել, քան թե այլ երկրները ու դա հույսը է դա, այսինքն դու անում ես ոնց որ մեծ ռիսկային գործեր, ու այդ մեծ ռիսկային գործերը բնականաբար շատ մեծ հավաքածում չեն ստացվելու, բայց դա ստացվեն, քո արդյունքը լինելու է շատ ավելի բարձր, քան թե մյուսներինը։ Ու քանի որ Հայաստանը շատ հետ ընկած է արևմտյան երկրներից, որոշ արևելյան երկրներից նաև, միակ ճանապարհը դա մեծ ռիսկեր վերցնելն է։ Այդ ռիսկեր վերցնելու կարևորագույն գործոնները, այսինքն ոնց որ իր այդ այն հա, հենց գործոնները որոնք են քո կարծիքով։ Ճիշտ առաջնահերթությունը դնելը, այսինքն եթե պետական մակարդակով նայենք, որոշակի ոլորտներ պետք է հռչակվեն ամենակարևորը, այդ ոլորտներում մաքսիմալ շատ ներդրումներ անելը, օրինակ իմ կարծիքով, եթե ես ինչքան որ ծանոթ եմ Հայաստանի տնտեսությանը ու տես կարծիք ունեմ, ես օրինակ առաջնահերթ կդնեի ռազմաարդյունաբերությունը, արհեստական բանականությունը ու ինտենսիվ գյուղատնտեսությունը,
գյուղատնտեսություն։ Ու երեքի մեջ էլ ոնց որ շատ մեծ ներդրումներ կան, որ ասենք 10 տարի հետո Հայաստանը այդ երեք ոլորտում աշխարհի 20 երկրների մեջ լիներ ու ամբողջ ռեսուրսները կրթական, գիտական, ֆինանսական, պետական ապարատի կենտրոնացնել այդ երեք ոլորտի վրա, որտեղ մեր համար շատ դժվար է, քանի որ փոքր ենք, ոչ Ամերիկան ենք, ոչ Չինաստանը, որ ասենք բոլոր ոլորտներով զբաղվենք, հա, ու տեսնենք որն է լավ աշխատում, որը չէ։ Դա շատ հստակ առաջնահերթություններ սահմանել ու ամբողջ ռեսուրսները կենտրոնացնել այդ երեք բանի վրա ու դեպքում կստացվի։ Այդ ֆոկուսի հարցը, որ ընդհանրապես բոլորի մոտ կա այդ խնդիրը, մենակ Հայաստանում չէ, աշխարհում, բայց լրիվ համաձայն եմ, շատ կարևոր է ու հենց այդ հարցը ուզում եմ քեզ տամ այդ ֆոկուսի վերաբերյալ։ Մի անգամ մեր ԱՏԶՄ-ի միջոցառումներից մեկի հրավիրելուց ասացիր, որ հենց հիմա 5 ընկերության համար ֆոնդը հայտարարում ես անում ու ոնց որ այդ իր գրոթն ես ապահովում։ Ոնց է ճիշտ ֆոկուս լինել համ մարդիկ, մի հատ կարանք խոսանք հենց մարդկանց ու ձեռներեցների մասով, համ էլ պետությանը, որովհետև ժամանակի կառավարման ես ինչքանով քեզ հետ շփվել եմ, շատ լավ է քո մոտ դա ստացվում, այսինքն քո ժամանակը լավ կարողանում ես կառավարել, ինձ թվում է նաև հաջողության պատճառներից մեկը նաև դա է։ Կուզեմ այդ քո փորձով կիսվես, ոնց է դա անում։ Մի քանի ընկերություն միաժամանակ սարքել է, հիմա միտքը չանեք այդպես։ Բոլորին խորհուրդ եմ տալիս չանել, ու հիմնական պատճառը այն է, որ ես չի հասկանում այդ ասենք 5 տարի առաջ, երբ որ ընկերությունը մեծանում է, հիմնադրի գործը ոչ թե քչանում է, այլ շատանում է։ Գոնե ձև ընկերությունները ոնց որ ասենք մեր ընկերությունները, այսինքն տեխնոլոգիաների ոլորտը։ Հա, ու խնդիրը այն է, որ եթե դու չես լինում դետալների մեջ, չես աշխատում մարդկանց հետ, մարդկանց չես ոգեշնչում, բարդությունների մեջ չես խորանում, ընկերությունը այստեղ սկսում է դանդաղել։ Իսկ այդ անելու համար պետք է ժամանակ է քեզ պետք։ Հիմա դժբախտաբար իմ մոտ շատ ընկերություններ են ու նաև լիքը հասարակական գործունեություն կար ու մի տարի առաջ մարտի կողմերը որոշում կայացրի, որ պետք է հասարակական գործունեությունը զրոյացնեմ կամ նվազագույնի հասցնեմ, դրանց բոլոր հոգաբարձունի խորհուրդներից դուրս եմ գալի հերթով, Իսպանիա 2 տարի մնացել, դրանց եմ պլանավորում դուրս գամ, այն բիզնեսները, որոնք որ այդքան կարևոր չէին, դրանք էլ եմ ոնց որ դադարեցրել, փորձում եմ մաքսիմալ ֆոկուսի բերել, որովհետև ասենք նույն CRISP-ը պոտենցիալ ունի դառնալու $10 միլիարդ ընկերություն, ասենք 3-5 տարվա ընթացքում, բայց միակ դեպքում կստացվի, եթե ես իմ համահիմնադրի Դավիթը, մեր տնօրենները, մեր թիմը օր ու գիշեր աշխատում է, որ այդտանի, որտեղ շատ բարձ բան է, մենք ամեն ընկերություն ունի մրցակիցներ ու ամեն ուղղության մեջ մրցակցություն է տեխնոլոգիաների լեվելի վրա, պրոդուկտի լեվելի վրա, մարքեթինգի, վաճառքի, բիզնեսի զարգացման, ֆաունդ հիմնադիրների ու եթե դու ամենտեղ չես հաղթում մրցակցիդ, չես կարողանա շուկան վերցնել։ Ու միակ ձևը դա անելու ուղղակի աննորմալ ձևի արագությունն է, օր ու գիշեր աշխատելու ու վիզ դնելը։ Իսկ դա հնարավոր է մենակ այն դեպքում, երբ որ մեջն ասել է օր ու գիշեր։ Եթե հիմնադիրի մեջ չի, մտածում մարդիկ չեն ասել դա անեն, շատ բարձր։ Այսինքն օրինակ թիմի ֆակտորը, այսինքն օրինակ հնարավոր է սարքես թիմ, որը որ պարտադիր չի հիմնադրից այդքան շատ ժամանակ, այսինքն լինի թիմ, որը կարողանում ես վստահել, իհարկե շատ, գիտեմ, թիմ մենեջմենթը ամենաբարդ բաներից է, բայց կա սցենար, որ օրինակ կարող ես մի քանի բան անես, ունենալով մի քանի տենց հենասյուներ, էլի, այսինքն։ Մեր մոտ տենց է, շատ ուժեղ թիմեր ունենք բոլոր ընկերություններում, ուղղակի խնդիրը հետևելն է, դες ասենք օրինակ օրինակ նվերում, ասենք վաճառքի մասը նայում ես, որ ինտերնետ գալիս է 1000 հատ նոր ընկերություն անցվա ընթացքում ու վերջում 330-ը դառնում են հաճախորդ, այսինքն մեկ-երորդը։ Դու ասում ես, բա կարող ենք այնց անել, որ 400 դառնա, ու երբ որ այդ միտքը ասում ես, մարդիկ սկսում են ասել, չէ, դա ինդուստրիայի ստանդարտ թիվն է, ամեն ինչ նորմալ է, մենք օր ու գիշեր աշխատում ենք եւ այլն։ Ասում ես, օքեյ։ Հետո սկսում ես մտնել նայել ամբողջ դատան, ինչ տիպի ընկերություններ են, որ դեպքում ինչ չի ստացվել, հասկանում ես, որ մի դեպքում նամակ չես ուղարկել, մի դեպքում սպամա գնացել, մի դեպքում մատերիալները պակաս են եղել, մի դեպքում դեմո անողը հոգնած է եղել։ Ու սկսում ես հատատ բոլոր պրոբլեմները լուծել։ Հետո այդ լուծելու ասում ես այսօր պետք է լուծվի, հիմա պետք է լուծվի, վաղը պետք է պատրաստ լինի, այո։ Մի ամիս հետո 33%-ը դառնում է 40% ու թիմի այդ մարտական ոգին բարձրանում է։ Ու տենց բոլոր ուղղությունների մեջ է այդպես էլի։ Բայց հետո գնում ես էլի իջնում է։ Դա չի իջնում։ Երկար պահում է, որտեվ ոնց որ միշտ ընկերությունում կա մի հատ ուղղություն, որտեղ եթե հիմնադիրը մտնում է այդ ուղղության մեջ,
շատ արագ ընկերության այդ խնդիրը լուծվում է ու եթե այդ ձևով ես աշխատում գտնում ես այդ ամենալուրջ խնդիրը ու մտնում ես ու սկսում ես ոնց որ մարկանց համոզելով, ճնշելով ու բրթելով առաջ տանես ու ինքդ էլ ոնց որ գործ անելով շատ արագ այդ խնդիրը լուծվում է ու այդ այնպեսի դեպքեր են եղել ասենք իմ կարիերայում որ մարդիկ ասեն այդ ուղղակի հնարավոր չի ու տենց միշտ հակված են ոնց որ պեսիմիստիկ լինելու հատատես լինելու ուղղակի մտնում ես ու իրանց հետ միասին ձեռները կշտած գործ ես անում առանց քնելու մի շաբաթ կամ մի ամիս ու այդ խնդիրը լուծվում է հա հատկապես երբ որ դու ինքդ գիտես որ դա հնարավոր է մի քիչ ու ցույց ես տալի քո օրինակով որտեղ մի անգամ արել ես հաստատ ու այդ խնդիրը ինձ թվում է նույնիսկ եթե չգիտես որ հնարավոր է ղեկավարների մոտ եթե նույնիսկ չգիտես որ հնարավոր է երբ որ մտնում ես մեջը դառնում է հնարավոր ամեն ինչ հնարավոր է դառնում այդքան ստարտափներ ես հիմնադրել մի մասը շատ հաջող նաև ունեցել venture-ային ֆոնդի իմ ներդրող ես հիմնադիր եւ ներդրող ես եղել կուզեի ասեի օրինակ հարցնեի MBA-ից ու PhD եւ այլն այդ ամեն ինչից զատ ինչ է սովորել հենց ստարտափ անելը այն ամենաշատը ինչն է քեզ ինչ հմտություն ա քո մեջ զարգացրել ազնապես որ այն ֆորմալ կրթությամբ չես ստացել հա Թումա համարը կապ չունեն այդ ֆորմալ կրթությունը ստարտափը նո Հայաստանում մարդիկ ստարտափը լավ չեն հասկանում մտածում են նոր սկսվող ընկերությունն է բայց ես փորձում Silicon Valley համամն pasած ստարտափը ինչ է այդ այն ընկերությունն է որը ինչ որ ոլորտում փորձում է հեղափոխություն անել ամբողջ ոլորտը հեղափոխել ու դառնալ ոլորտի առաջատարը ու շատ արագ ասենք մի 5 տարում այդ տիպի ընկերությունը երբ որ հիմնադրում ես միակ ձևը օրոգիչել աշխատելն է ամենաուժեղ մարքեթինգ ինդուստրիայի գտնելն է լիքը ֆինանսավորումներ գրավելն է ինովացիա անելն է պրոդուկտում տեխնոլոգիայում մարքեթինգում վաճառքում մենեջմենթում ու շատ մեծ ծանրաբեռնվածություն է ու մեծ պատասխանատվություն է դա անելը ու որտեղ պատկերացրու շուտ կայացած ինդուստրիաներ են որտեղ որ հազարավոր ընկերությունները ջեմ 10 տարի 20 տարի 50 տարի աշխատում են ու դու ուզում ես այդ ամբողջ ոլորտը փոխես ու դառնաս առաջատար միակ ձևը այդ անելու այդ ուղղակի ոնց որ ամեն ինչ փոխելն է այդ պարադիգման այդ ոլորտի փոխելն է ու դա անելը շատ դժվար գործ է ու ինձ թվում է ես ինքս մինչև ստարտափներ սկսելը որ 17 թվականին առաջին երկուսը եղել ու հիմա տես շատ տարբեր մարդ եմ ու այդ տրանսֆորմացիան օրինակ նույն ժամանակի տնօրենում է ամեն ինչի մեջ խորանալը լիքը բան զուգահեռ սովորելու լիքը բան անելը դելեգացնելը մարկանց vocation-չելը ճիշտ առաջնորդություններ դնելը արագ որոշում կայացնելը քիչ ինֆորմացիայի հիման վրա ամենաբարդ խնդիրները բարձրով ներկայացնելը այդ բոլոր հմտությունները ոնց որ ձևավորվել են դրանց նախադրյալները կային բայց եթե չանեի ոնց որ ստեղ չլինի թիմին ոնց ես մոտիվացնում որ ինչից ես էներգիա ստանում դու որ փոխանցես այդ էներգիան թիմին դե շատ տեղերից ես էներգիա ստանում երևի եթե գործի մեջ նայենք երբ որ բանս ոնց որ պատկերացրու 17 թիվն է CRISP-ը մի տեխնոլոգիա ենք սարքել Սան Ֆրանցիսկոյում ենք Դավիթի հետ տենց քայլում ենք այդ ժամանակ ընկերությունում ասենք 3-4 հոգի ենք հələ ֆորմալ չենք գրանցել ասում ենք պատկերացնում ես ասենք կարա լինի CRISP-ը արհեստական բանականության ոլորտում որը ժամանակ էլ հայտնի չէր կոչվում էր մեխանիկական ուսուցում արհեստական բանականության ոլորտում ասենք հսկա ընկերություն ու ամբողջ արված ասենք Հայաստանում այդ արդեն այդ այնքան vocation չողա այնքան տրամադրողա որ գնում ես հավատում ես այդ ոնց որ ապագային տեսլականին շատ նման ասենք 10 տարի առաջ երբ որ կային այդ մարդկային հոտերը չէ որ ապրում էին ու ընդհանրենք մի հատ վատ տեղ էին ապրում սուրտ էր մեկ էլ առաջնորդը ասում էր տեսնում եք այնտեղ մի հատ սար կա որ հասնենք այդ սարին այն կողմը լավ երկիր ալնելու աստվածաշնչի պատմությունները որ հիշենք ասենք նույն Մովսեսի դրա մասն էր ասենք այդ երանելի երկիրը գտնելու ու այդ տեսլականն է ու գնում ես այդ ուղությամբ ու ոնց որ մարդիկ ոգևորվում են միանում են ու ինչքան ավելի միջոց մի հետաքրքիր բան կա ինչքան դժվար բան ես անում կյանքում ու ինչքան բարդ է այդ անելը այդքան մեծ պոտենցիալ կա այդտեղ ֆինանսական առումով ու այդ երկուսը միասին այդ բարդությունը ու այդ մեծ ֆինանսական պոտենցիալը այդքան շատ մարդու է ոգևորում
ու հայտնում են ներդրողներ, որ փող են դնում, փակիկս հավատալով հայտնում են տաղանդավոր մարդիկ, որ պատրաստ են օրուգիչերը աշխատանու համար մեր իրենց ընկերությունը, հայտնվում են լրագրողներ, որ պատրաստ են լուսաբանեն, ու տենց այդ դառնաց մագնիս հասարակության համար, որտեղ տաղանդը փողը ու հաջողությունը սկսում է կուտակվել։ Այդ ստարտափի հիմնական գաղափարը դրա մեջ է էլի։ Բայց այդտեղից մի հատ լավ մեսեջ վերցրեցի նաև, ամենալավը իհարկե շատ կար, բայց այդ մեկը, այսինքն պետքա բարդ խնդիրներ լուծել, էլի, որովհետև հեշտ խնդիրները շատ են լուծում ու դրա ոնց որ արդյունքը այն չի, ինչ որ կլուծես օրինակ բարդ խնդիր։ Ինձ թվում է ոչ միայն բոլոր ձեռներն են, Հայաստանին էլ է վերաբերում։ 100%։ Այդ հիմա ինձ թվում է այդ մի բանն է, որ Հայաստանում լավ չեն հասկանում ձեռներների մեծ մասը, որ պետքա մաքսիմալ մեծ խնդիր դնել ու փորձել այդ լուծել։ Դրա ամենալավ օրինակը իհարկե Elon Musk-ն է, տենց ինձ vocational ախպերներս մեկի ինքն է, ասենք իր տարբեր ինտերվյուներ, գրքեր որ կարդում եմ, մի ամիս մի 3 էջ կարդում եմ իր մասին, մի ամիս երեք ասում եմ։ Իր դեպքում ասենք պատկերացրու 2005 թիվն է, ինչ որ մինչև այդ PayPal-ը սարքել, ինչ որ ինտերնետ ընկերություններ, մեկ էլ ասում է, «Okay, ես որոշել եմ, որ NASA-ն այդքան լավ չի աշխատում, ու սովետական միությունը այդքան լավ չի աշխատում Ռուսաստանը։ Հիմա պետք է ռոկետներ սարքեմ ու 10 անգամ դա էֆեկտիվ անելու, քան թե իրանց արածը»։ Ու շատ բարդ խնդիր է, էլի։ Ահա որ, որտեղ ասենք մինչև այդ աշխարհը մենակ այլն, ասենք Ամերիկան, Ռուսաստանը, Չինաստանը, մեկ էլ Հնդկաստանը, մեկ էլ ասում ես ես անհատ ես, որ մինչև այդ ինտերնետ ծրագրավորող էի, ես ավելի լավ եմ անելու այդ ռոկետների գործը, հրթիռների գործը, քան թե գերտերությունները։ Միասին վերցրած։ Բոլորը ասում ես գիժ ես մարդ ուղակի, հետո 20 տարի հետո դու ունես աշխարհի ամենախոշոր մասնավոր ընկերությունը 500 միլիարդ տանոց ու իրոք բոլորը ասում են իլեն կարանք քորակետներով մեր արբանյակները թռցնենք։ Այս լրիվ լավ օրինակ էր այդ ամենքում։ Այդ ամենաէքստրեմալ օրինակն է։ Շատ լավ։ Մի քիչ խոսենք ATZM-ում կոդերի մասին։ ATZM-ում դու վերջին ընտրություններին ամենաշատ ձայներ հավաքած խորհրդի անդամն ես ու համայնքում շատ սիրված ու հարգված ու վստահելի, որտեվ երբ որ դու ինչ որ բան ես ասում, ես զգացել եմ անդամները բավականին հետաքրությամբ են լսում ու վստահ են, որ դու հաստատ մի բան գիտես, որ ասում ես։ Մեր ոնց որ փորձառությունը միասին շատ հետաքրքիր է եղել, երբ որ դու մեզ միանալով, օգնելով ինձ եւ ATZM տնօրենին Սարգսին օգնեցիր կրկնապատկել այդ ֆենոմենալ աճը գրանցել, այսինքն միացալ այդ աճի process-ին, այս պայն ունենք 260 անդամ ATZM-ում, ամենամեծ ոլորտային։ Այս ժամանակ 80-ներ, չէ՞, ճիշտ եմ հիշում։ 90, հա։ Ու այդ process-ը իմ հիմնական փորձառությունն էր քեզ հետ, կուզեմ ինձ հետաքրքիր է ինչի միացար այդ process-ին ու ինչ տեղից քեզ դուր եկավ կամ դուր չեկավ ընդհանուր քո փորձառությունը տեղ։ Այդ ոլորտային միությունները ընդհանուր իրաց մեջ ամենակարևոր բանը network effect-ն է, որը ցանցային հետևանք, հա, չէ, ցանցային երևույթ։ Դրա միտքը նրան է կանում, երբ որ նոր անդամ է միանում այդ միությանը, այդ միության արժեքը եղած անդամների համար մեծանում է, որտեղ միությունը դառնում է ավելի ուժեղ ու շատ ոնց որ հասարակության մեջ կյանքում շատ երևույթներ կան, որ այդ հատկությունը ունեն, բայց այս դեպքում շատ ակնհայտ է, եթե ATZM-ն միավորի ամբողջ տեխնոլոգիական հանրությունը Հայաստանի ու նաև Սփյուռքի միավորի բանկերին, ֆինանսական ընկերություններին իրենց տեխնոլոգիական մասով, այնքը կդառնա շատ ուժեղ գործիք հասարակությանը առաջ մղելու ու լիքը խելացի մարդու ավելի մտքերը ավելի լավ տեղ հասնելու հասարակության մեջ կառավարությունում եւ այն։ Այդ շատ vocation-ով միտք է ու բնականաբար որ դուք եկեք ATZM-ը առաջի բանը այն էր որ ոնց անենք որ այդ աճը ապահովենք որտեվ եթե չկա այդ աճը ու չկա այդ միավորված չի ամբողջ ոլորտը շատ դժվար է այդ մեծ գաղափարներին հասնել այդ առաքելությանը կոնշած հասնել ու իմ բնույթն այնց է որ շատ եմ սիրում մարդկանց հետ շփվել ու ասենք ոլորտի երևի մեծ մասի հետ ինչ որ ձև տարբեր պրոյեկտներում առնչվել է ու այդ վստահության կրեդիտն է կար ու այդ միտքը որ միացեք ավելի ուժեղ դառնանք բնականաբար երբ որ միասին ենք այդ ասում շատ ավելի լավ էր հնչում ու արդյունքում ստացած այդ աճը գրանցել շատ հավես է դրանից հետո իստում դուք կրկնապատկել եք այդ ամեն ինչը
ու ինձ թվում է դեռ նոր է սկսում, դեռ պոտենցիալը շատ մեծ է, էլի որ ԱՏԶՄ-ը շատ ավելի ուժեղ կառույց կարա դառնա։ Այ մյուս հարցը լեդեր, այսինքն եթե օրինակ ԱՏԶՄ-ն աներ ինչ որ մունշոտ նախաձեռնություն լիներ մի բան, որը որ կախված չի որևէ մարդկային կամ ֆինանսական ռեսուրսի խնդիր ընդհանրապես չլիներ ու մի նախաձեռնություն Հայաստանի համար, որ կարելի էր ԱՏԶՄ-ն հենց անի, դու արդեն մի քանի տարի խորհրդի անդամ ես, լավ գիտես մեր ծրագրերը, ինչ նախաձեռնություն կուզեիր, որ ԱՏԶՄ-ն աներ, որը որ ոչ մի լիմիտ չունի, էլի քո կարծիքով։ Դա շատ մտքեր կան, ասենք Digitech-ը սարքել Web Summit, այդ միասին քննարկել ենք ու այս տարի այդ ուղղությամբ ահագին բաներ արվել, այսինքն առաջ հիմնականում Expo-էր Digitech-ը, այս տարի շատ կոնֆերանս էր, հիմա պատկերացրու բյուջե ունենք $20 միլիոն, բնականաբար այդ գումարով կարայինք Web Summit-ի բարձ տարբերակը Հայաստանում կազմակերպենք, որտեղ որ գային իրոք, ասենք, չգիտեմ, Nvidia-ի գլխավոր տնօրենից, Microsoft-ի, վերջացած ասենք Անդրեսան Հորովից, Sequoia, բոլոր VC ֆանդերի մեծ ստարտափների, ասենք 200 հոգի մարդ, այդ դեպքում բոլոր ժուրնալիստներ կգային աշխարհի, տեխնոլոգիական ընկերություններ կգային ու ասենք մեծ արդյունք կլիներ։ Իսկ մենակ այդ առաքելությունը, այդ լեվելի բան անելը կարա շատ ուժեղ լիներ։ Երկրորդը արմատը հաջորդ լեվելի հանելն է, ոնց որ համակարգ ստանալ արմատից, այսինքն որ ավելի չափելի դառնալ, ավելի ինտեգրված լինել ընկերություններին։ Երրորդը, ասենք ռազմարտահայտության ոլորտում կարանք շատ բան անենք։ Շատ են պրոյեկտները ու պոտենցիալը մեծ է։ Ու ինձ թվում է խնդիրներից մեկը ԱՏԶՄ-ի ֆինանսական հարցն է, այսինքն ոլորտը աճում է, բայց ինձ թվում է դեռ չենք հասել այնտեղ, որ $15 միլիոն խնդիր չլինեն, հա, այսպիսի պրոյեկտների համար։ Հուսամ հաջորդ 3 տարվա ընթացքում այնտեղ կհասնի ոլորտը, որ կարողանանք հետ բերենք ու ներդրում անենք ոլորտի մեջ ու այդ կասած դեպի լուսին ծրագրերը կարողանանք միասին անել։ Որտեվ եթե մի հարց փողով լուծվում է, այդ ավելի հեշտ է, քան այն մնացածը ինձ թվում է ինչ որ ռեսուրսը շատ կարևոր է։ Այո, այս կարևոր է, բայց ինձ թվում է այն ինչ որ կառուցվել է ԱՏԶՄ-ի շուրջը, այսինքն այդ 260 ընկերությունը, որ այդ քո ասած վստահության կրեդիտը տվել են, հսկայական ներուժ է իր մեջ, ու կապիտալ է։ Լավ, sense ամփոփելով մեր այս հարցազրույցը, շատ շնորհակալ եմ, որ եկար այս ժամանակը տրամադրեցիր, գիտեմ ինչքան զբաղված ես հիմա։ Դու ասացիր, որ տեսլական ունեիք այտենց Դավիթի հետ միասին սարքեք Հայաստանից դուրս եկածած այդ ընկերությունը, որը հենց Հայաստանում է գործում, ի տարբերություն շատ ստարտափերի, որոնք ուղղակի հենց ստանում են մեծ ֆանդինգ, ինչ որ հիմնականում դրսում են շարունակում գործունեությունը, բայց պահելով իհարկե մի մասը Հայաստան, բայց CRISPR-ը այն ընկերությունն է, որ մնացել է ու սենց շատ ուժեղ ներկայություն ունի Հայաստանում։ Այդ երազանքը, որ ասեցիր Հայաստանը սարքենք, ինչ, եթե օրինակ Հայաստանը պետք է դու միտեղ pitch աներ, որպես նաև շատ հաջող startup founder, elevator pitch-ը Հայաստանի քո կարծիքով ոնց կկառուցեիր, ինչ կասեիր, այդ որ շատ կարճ, ինչի Հայաստան, ինչ կա մեր տեխնոլոգիական հատկապես ներդրող եթե լիներ կամ ընդհանուր պետություն լիներ Հայաստանի մեջ ներդնելու, այդ մեր elevator pitch-ը որը կլիներ։ Հայաստանը մի երկիր է, որտեղ որ դպրոցներում բոլոր երեխաները սովորում են շախմատ ու ռոբոտոտեխնիկա։ Հայաստանը մի երկիր է, որտեղ որ բնակչության 2%-ը տեխնոլոգիական ոլորտում է ու ոլորտը տարեկան 25% աճում է։ Հայաստանը մի ոլորտ է, մի երկիր է, որտեղ արդեն 5 միլիարդանոց ընկերություն կա, այդ մի քիչ չափազանցություն է իրականում, բայց հուսամ հաջորդ մի տարում կլինի։ Բոլոր փիչերը չափազանցություն է հանգիստ։ Այո, ու Հայաստանը մի երկիր է, որը կարա դառնա մերձավոր արևելքի կամ արևելյան Եվրոպայի, չգիտեմ որն ավելի լավ փիչի տեսանկյունից, նոր Իսրայելը, ու ասենք հաջորդ 20 տարում կարա ստեղծվի ասենք 100 միլիարդանոց ընկերություն։ Շատ լավ է, շնորհակալություն։ Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, մենք ավարտում ենք մեր հաղորդումը եւ վստահ եմ ունենք շատ այսպես հիմնադիրներ, ում հետ շատ հետաքրքիր է լսել, որտեվ
այս մարդիկ նաև կերտում են մեր տեխնոլոգիական ապագան ու իրանց շնորհիվ է, որ մենք հիմա հպարտությամբ կարանք ասենք ունենք շատ զարգացած բարձր տեխնոլոգիական ոլորտ։ Շնորհակալություն, մինչ հանդիպում։